Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 60 եւ ավելի տարեկան անձանց համար, հաղորդման շրջանակում մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր հարցերին, առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք նաև հաջողությունների պատմություններ, ներկայացնում ենք այն անհատներին, որոնք չնայած պատկառելի տարիքին գործունյա են, սիրում են կյանքը, կենսախինդ են եւ նրանց կյանքի տեմպը կարող է օրինակնել բոլորիս համար, այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցեք։ Այսօրվա իմ հյուրը Վահան Մերիքյանն է։ Նա Բայդարկա կանոե թիավարության մարզիչ է, Բայդարկա թիավարության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ, բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք։ Բարև ձեզ։ Եվ այսօր տաղավարում եք։ Շատ ուրախ եմ։ Պարոն Մերիքյան, ձեր մասին պատմեք, ձեր անցած ուղու մասին, դուք երբ եք արդեն այս մարզաձևով հետաքրքրվել զբաղվել։ Ուրեմն այս մարզաձևով զբաղվել եմ 1959 թվականից։ Մի երկար անցած դարում։ Հա, մի դար առաջ։ Եվ մինչև հիմա ես այդ սպորտաձևով եմ, անցել ենք շատ բարդություններով, շատ բարդ ճանապարհներով, բանով հասել ենք սրան։ Ոնց ընտրեցիք դուք հենց թիավարությունը։ Հա, դպրոցում ես սովորել եմ բանում, ուրեմն Զեյթունի Հակոբ Պարոնյան անվան համար 59 դպրոցում։ Մարզիչը եկավ, իմ մարզիչը Անթարամյան Պողոս էր, ամերիկահայ էր եւ նորից հետ գնաց Ամերիկա։ Դպրոցում հայտարարություն արեց, գնացի ես հենց առաջի հասկից սիրեցի սա, որովհետեւ մինչև այդ պարապել եմ բշամարտություն, ես չէի սիրում դա։ Մարզիչը շատ խնդրեց, որ մնամ, լավ արդյունքներ ցույց կտամ, բայց ես ընտրեցի թիավարությունը։ Ստեղ էլ բան ունեցա հաջողություն, սովետական միության չեմպիոն եմ դարձել երիտասարդների մեջ բան, բայց այս սպորտաձևը ենթադրենք շատ ջրային պետք է լինի, իսկ Հայաստանը ջրային ռեսուրսների զուրկ է։ Իմ ժամանակ պարապում ենք միան այս Թողմա գյուլում, հիմա Վարդավառ լիճ ենք ասում։ Հա, Վարդավառ լիճ է հիմա, բայց կոչվում է բանը Լիոնի այգի։ Այնտեղ շատ վատ էր պայմանը, լիքը մամուռներ կային բան, հետո բացվեց Երևանյան լիճը։ Ոնց հետո բացվեց։ Հիմա չկար, դա էլա սարքում էին։ Այն ժամանակ դա չկար, իսկ դե լրիվ մամուռներ էին, հնարավոր չէր։ Սես բգտվեք բան ենք անում, մենք հա որ գալիս ենք, էլի սիրում ենք։ Հետո դրանից հետո ձգներ բերին, գցին այդ մամուռը լրիվ կերան, մինչև այդ արդեն բացվեց Երևանյան լիճը։ Ու մենք շատ ուրախությամբ գնացինք դե պարամունքների եւ ահագին չունենալով այդ ջրային մեծ պաշարներ, գետեր, լճեր, մենք այդ պայմաններում էլի ունեցել ենք սովետական միության չեմպիոն ենք տվել, աղջիկ կար Սոֆիկ ռայոնից Սևանից, դեռ կար Թոմ Հակոբյան։ Գեղարքունիքի մարզը ամենաակտիվն է այս մարզաձևում թիավարության մեջ։ Որը? Գեղարքունիքի մարզը։ Նկատի ունեմ Սևանը, Մարտունի, Վարդենի։ Չի ասի, բայց այն որ ասում է քյորերի մեջ մի աշկանին թակավոր է, հիմա նա է, էլի։ Նրանց մոտ էլ այդ բաները, բայց համեմատ մեզ ինքը շատ մակույտներ ունի։ Մանկապատանեկան քանի դպրոց ունենք թիավարության այսօր։ 2։ Այդ Սևանի մանկապատանեկան դպրոցը եւ Երևանի մանկապատանեկան մարզադպրոցը, այդ երկուսն են։ Քանի սան ունեք, ինչպես են երեխաները գալիս ընտրում հենց այս մարզաձևը։ Հա, որոշ մարդիկ գալիս տեսնում են, իսկ հիմնականում գնում ենք դպրոցներից հավաքում ենք։ Եթե մտնում ես դպրոց, ուրեմն շատերը չեն իմանում ինչ է թիավարությունը։ Մեկը կարծում է ձիավարությունն է, մեկը էսա, մեկը նա, հետո ենթարենք 10 հոգի գալիս են, 10-ից մեկը չի մնում։ Հիաստավում գնում են, առաջինը պայմաններ չկա, վատ է։ Հա, երկրորդն էլ բոլորը չի որ սա տարածված ձև չի էլի Հայաստանում, դրա համար չեն սիրում։ Հա, հիմա ես այդ առաջ անգամ որ այդ գյուղ գնացի, դες հիմնականում ստեղ եմ էլի։ Հա, հիմա դրան էլ կանդրադառնանք։ Լավ, դուք որ Երևանում ծնվել եք, Երևանում ձեր գործունեություններ, ինչու որոշեցիք տեղափոխվել գյուղ։ Ամենաառաջինը այնտեղ այդ լճերը որ տեսանք, դա սովետական միության ժամանակ ավազ են հանել, ավազը հանքեր էր եղել, բայց Արարատյան դաշտում որ ջուրը շատ էր, առաջացել են լճեր։ Ես մեծ ոգևորությամբ գնացի, որ այնտեղ պարապեմ եւ ցույց տամ իմ ունակությունները այդ սպորտաձևում։
Հա, առաջի տարին մի քանի հատ մագույններ տարանք էլի։ Կային, հələ այս նոր ձևի մագույններ դեռ չկային։ Ամբողջ աշխարհում չկար այդ հներներ, բաներ դրանցով։ Հա, ուրեմն շատ երեխեք եկան որպես նորույթ։ Եվ մենք մեկ ամսվա պարապող ենք, եկանք Հայաստանի առաջնության մասնակցինք ու պատկերացնում եք երկրորդ, երրորդ, չորրորդ տեղեր գրավեցին այդ երեխեքը։ Հա, որտեվ ընդհանրապես գյուղի երեխեքը շատ ամրակազմ են։ Հա, որտեվ ուտում են նատուրալնի։ Դե կատնա, մածունա, հայաթից այդ մերքերն են բանը։ Հետո ներառված են, ընդգրկված են գյուղատնտեսական աշխատանքներում, ծառ են մագլցում, հեծանիվ են քշում ի վերջո։ Հիմա իմ մոտ երկու եղբայր են գալիս, մեկը 8 տարեկան, մեկը 11 տարեկան։ Ուրեմն մեր երկու չեկան, ասին չեղե, բասպա պապային օգնում ենք, պապան տրակտոր ունի, խոտ են հնձում, ուրեմն այն 8 տարեկանը տրակտորն ակշում, պատկերացնում եք, 11 տարեկանը այդ ոնց է կոչում է, ոչ գրոզավիկի վրա է, հա, հիմա պապան տալիս է խոտը, նա դարսում է, տեսեք այդ տարիքում, բայց դա էլի ֆիզիկական է, դրանք շատ ուժեղ երեխեք են, եւ պլյուս սնունդը դրանց մոտ կով ունեն, բան ունեն, հավ ունեն, ես ունեն, այդ առավ, ասում եմ մեկ ամսով պարապող էին, բայց ընթացքում ես ոչ մի մագույն չստացա, դրանք շարքից դուրս եկան։ Հիմա իմ մոտ մի մայկուկի վրա 5-6 երեխա 10 րոպե նստում վեր են կանում, դրանք ոչ արդյունքի կհասնեն, ոչ էլ կսիրեն, ոչ էլ կգան։ Պարոն Մելիքյան, թիակներ են հարկավոր, մակույկներ, փրկողակներ, շատ մեծ ռեսուրսներ չի պահանջում այս մարզաձևի համար։ Դուք ինչ որ ջանքեր գործադրել եք, որ ֆեդերացիա վստահաբար կա դիմեք, նախարարությանը դիմեք, ինչ որ մի կերպ, եթե կա հետաքրքրություն զարգացնեք։ Ես դիմել եմ եւ ֆեդերացիային, եւ սպորտ դպրոցի տնօրությանը, եւ նախարարին։ Հիմա մեր սպորտը գտնվում է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի նախարարություն 4 ձև։ Հիմա նախարարը չի կարող զբաղվել սրանցով, բայց նախարարին պետք է մատուցեն, հասկացնեն, ասեն։ Ենթադրենք մի մագույկը կարա 10-15 տարի օգտագործես։ Ենթադրենք 3000 եվրո տաս, բայց 15 տարվա համար եվրոն շատ չի։ Բայց կան ավելի էժաններ։ Հիմա Վրաստանը արտադրում է $700, որ շատ էժան է։ Մի ուրիշ տեղ, հետո Եվրոպայից կարող են նրանք ձրիել բերել։ Իրանց մոտ սենց է, սպորտ կլուբները ենթադրենք 2-3 տարին մեկ այդ լոտկեքը տալիս են ինչ որ, ասես մեր նման պետությանն է, Աֆրիկայա, ես իմ Հնդկաստանա բանա, բայց կազմակերպիչ չկա։ Հասկանում եք, բայց բերելը պետք է մենք մեր հաշվին բերենք։ Պարոն Մելիքյան, ինձ հետաքրքրի հետևյալը, դուք ավագ սերնդի մարզիչներից եք ոնց որ միջին սերունդը, որ ձեզ պիտի որ փոխարինի կամ արդեն փոխարինում է, իրենք արդյոք նախանձախնդիր են։ Չէ, հիմա միջին սերունդ չկա, ասեմ։ Մեր ժամանակ, այսինքն ես կարողացա ֆիզկուլտ ինստիտուտում բացել բաժին։ Իհարկե իմասելով չէր, բայց դիմեցինք, բան ընդառաջեցին։ Դրանից հետո էլ բաժին բացելու համար ամենակիչը 10 հոգի մարդ պետք է լինի։ Հա դրանից հետո արդեն չկան, հատուկ են մարդիկ են լինում, ընդունում են, գալիս աշխատում են։ Հիմա ներկա մոմենտում, եթե չեմ սխալվում, մարդ չկա թիավարությունից ֆիզկուլտ ինստիտուտում սովորող։ Այդ միջին սերունդը, որ ասում եք, չկա։ Հետո նայեք, տեսեք, հիմա Հայաստանի առաջնությունն է լինում, ընդամենը 4 հոգի մարդ կա, որ ոչինչ են քշում, հա։ Եվ դրանք գնում են, եթե հնարավորություն ունենալու տեսնել, այս վերջերում եղավ այդ մրցումները, ցույց կտանք էլի ոնց են քշում։ Վերջի տեղից ահագին հետ են գալիս, որոնք իրավունք չունեն մասնակցելու այդ մրցումներին։ Բայց ես նայեցի մինչև մեր հանդիպումը 2023 թվականին, ոնց որ թիավարության Հայաստանի հավաքականը կամ անհատներ կային, որ լավագույն տասնյակում էին եղել։ Չէ, ես էլ եմ ասում, այդ տասնյակը մի քիչ հարաբերական է։ Եթե ընդամենը 10 հոգի, ասեմ ինչի է այդ ձևի հավաքում, ենթադրենք մասնակցում է մի 40 պետություն, ունես չի որ 2-3 պետություն է, բայց հիմա մի քիչ ուրիշ է։ Այն ժամանակ ենթադրենք կոմանդա լրիվ թիմը պետք է մասնակցել, այսքան ձևով կազմում էր մի 20-30 հոգի մատ, բայց հիմա մի հոգի ունես, կարող ես մի հոգով մասնակցել։ Հիմա ենթադրենք վերցնենք sense, բայդարկա մեկ տեղանոց։ Ենթադրենք
Հունաստանը չի բերել, մյուսը չի բերել, այս չի բերել, հավաքում է 10 հոգի ընդամենը։ Հա, հիմա այդ 10-ից դու որ գաս 10-րդ տեղը, նշանակում աշխարհում եկել ես 10-րդ տեղը, բայց մասնագետների համար դա վերջի տեղը նշանակում եւ արդյունք չունի։ Իսկ ակադեմիական թիավարություն դա ունի 1, 2, 4 եւ 8 տեղ։ Դրանց մոտ ընդհանրապես շատ քիչ է։ Լինում է 2-3 հոգի կանգնում են ստարտ։ Հիմա մեզից եթե մեկը կանգնավ, երրորդն է, գալու է 4-րդը։ Ու գալի ասում է ես 4-րդն եմ բերել աշխարհում։ Ֆակտիսկի այտենց է, բայց դա արդյունք չի էլի։ Հիմա մենք էլ ես էլ հիմա գնամ կանգնեմ, վերջի տեղը գամ, կասեմ բանա։ Հիմա այդ 8-երը որ դուք ասում եք, 8-րդը որ եկել են, ընդհանրապես եղել է 8 լոդկա։ Նու տարբեր պետություններից եւ այդ միակույն էլ որ գրել են ված չի։ Ասեմ, էլի արդյունք է, էլի։ Ինչով է առանձնահատուկ թիավարությունը մարդու համար, երիտասարդի եւ այսօր ըստ ցանկության նաեւ տարիքն առնելուց հետո կարող են մարդիկ սկսել զբաղվել։ Մեր սպորտաձևը թիավարությունը մի քիչ բան է, ծերական է։ Այսինքն դու կարող ես մինչև 50 տարեկան պարապես ու մասնակցես մրցումներին ու լավ զգաս։ Մեր ժամանակ աշխարհի չեմպիոններ մեկը կար Ֆրիդրիքսոն բանից էր, Ֆինլանդիայից էր, Սովետական միությունից կար Պիսարև, Սիլաև, մինչև 48, 50, 40 տարեկան քշում են եւ առաջի տեղ են գնում։ Երկարակյաց սպորտ ասա։ Ենթադրենք 18 տարեկան, 20 տարեկաններում դու չես կարող այն արդյունքը ցույց տալ, որ բայց արդեն 20-ից հետո 30 իսկական տարիքն է թիավարողների համար։ Բայց մեր մոտ որոշ սպորտաձևերում 30 արդեն կարիերայի ավարտ է։ Հա, այդ շատ ձևերում, օրինակ լողա, եսիմ դա ցած ջրի մեջ բան, դրանք 20 տարեկանից են թողում։ Բոքսը բանը նրանք չեն կարող երկար դիմանալ։ Նո, շամարտությունը կարող է մի քիչ դիմանալ, բայց ընդհանրապես մեծ մասամբ թեթև ատլետիկան թեկուզ բան նրանք չեն կարող այդքանը։ Բայց մեր ձևը կարող է սպարապել։ Հիմա ներկա մոմենտին մեր մոտ կա մի հոգի 40 տարեկան, այն մնացածները մի եսիմ 25, 22 Բայց կարևորը որ գալիս է զբաղվում են թեկուզ սիրողական։ Հա, ինքը գալիս է, նույնիսկ գնում է, մրցումներ է գնում, բայց դա անարդյունք է, էլի։ Նույնիսկ ամոթ է, որ նա հենթարենք հաղթում է այդ 25 տարեկանին, հենթարենք 22 տարեկանին, դա նշանակում է, որ մեծ այդ սպորտը զարգացում չունի։ Բայց հետաքրքիրն այն է, որ դուք թեև զարգացում չկա, թեև ինչն է ձեզ ուժ տալիս շարունակել մնալ Ես միշտ այն հույսով եմ, որ կլինի մի օր ինձ կտան լոդկա, ես կարող եմ չեմպիոն պատրաստել։ Ես լավ աշակերտներ եմ ունեցել։ Այդ տարի տեսեք, մի ամսում այդ ապակա գյուղից ահագին երեխեք եկան, բայց գնալով այդ մագույնները կոտրվեցին, հետո արևիտակ, տեղ չկա։ Մի 10 տարի մենակ իմ մեքենայի մեջ էին, մի Ժիգուլիկ, դրանցով 8 հոգի դրում եմ, տանում բերում եմ, դրա մեջ հանվում էին, հագնում էին, ոչ տուալետ, ոչ դուշ, ոչ մի բան չկար, էլի։ Հիմա մի հատ բուտկա են տվել։ Երևանյան լճի մոտ։ Չէ, ես հիմա ապագայում եմ աշխատում, ապագա գյուղում։ Այդ լճերը, որ ասում եք, այդ տարածքում։ Հա, այդ լճերը, որ ասում ենք, պարապելու համար հիանալի տեղ է, բայց ել եմ ասում, չկա գույք։ Չեն տրամադրում, չեն ուզում։ Քանի որ ես էլ շփումս քիչ հա դպրոցի հետ, ենթադրենք մի լոդկա 2-3 լոդկա ստանում են, նրանք իսկույն վերցնում են։ Վանին պետք չի։ Նա գյուղում է նրանք չպարապել կլինի, բայց այդ պայմաններում ես էլ եմ ասում, տվել եմ այս բաներում չեմպիոններ Հայաստանի։ Մոսկվայի մասնակցի։ Իսկ օգոստոսին Սևանում բաներ Հայաստանի պատանիների առաջնություններ։ Մասնակցին ինձ համար այդ արդյունքը ված չի, որովհետև մասնակից երեխեքը բանը երկոքի մեկը երրորդ տեղ եկավ, մեկը առաջի տեղ եկավ, վրացիներն են մասնակցում։ Այդ Վրաստանից առաջի տեղ եկան, մերոնք երկրորդ, բայց մեծ երեխա էր, երեխեքը ճանաչին, որ ուրիշ բանում մրցույթում այդ մասնակցել է։ Ապացուցեցին, որ դա իրանց տարիքին չի, հանին իրանք առաջի տեղ եկան։ Հա, այս մյուսներն էլ 8 տարեկան, 10 տարեկան եւ իրանց համար այդ պարապելու ժամանակաշրջանի հատվածում հիանալի արդյունք ցույց տվին, շատ լավ էր։ Ես որպես մարզիչ գոհ եմ իրանցից, բայց հիմա այդ երեխեքը, որ այդ 12-ը ինչ համար մնացին, որտեղ այնտեղ այդ Սևանի բագույկներով մենք պարապում էինք։
Հիմա որ եկել են այստեղ, էլի մի լոդկով 4 հոգի հերթով սպասում են իրանց։ Դա երբեք օգուտ չի բերի մեզ։ Հասկացա։ Ընդհանուր առմամբ երկու մարզադպրոցում քանի երեխա է մարզումներին հաճախում։ Դե գիտեք ոնց է, ես տոշտի քանակը չեմ ասի, բայց էլի շատ չեն, մոտարապես մի 70 հոգի մասնակցում են, բայց այդ 70-ից որոնք պետք է մասնակցեն պիտանի 4-5 հոգի մարդ են կազմում։ Այդ 4-5 հոգին էլ գնում են աշխարհի առաջնության։ Այ ես ափսոս իմ հեռախոսով չունեմ։ Այս վերջում մի 10 օր առաջ մրցումներ եղավ աշխարհի առաջնություն Իտալիայում։ Մենք նայում ենք, ուրեմն 5-6 հոգի, 7 հոգի գալիս են, էլ դրանից հետո մարդուց չեն տալի, դրանց մեջ արդեն հայերն են։ Իրանք վերջի տեղից շատ են հետ գալիս։ Այդպես չպետք է լինի, էլի։ Իսկ եթե համեմատում եք տարածաշրջանի երկրների հետ, Վրաստանի մեր պատկերը ինչպիսին են, այնտեղ զարգացած է սպորտաձև։ Վրաստանի հետ համեմատեմ, Ռուսաստանը շատ մեծ երկիր է եւ ունի շատ ռեսուրսներ։ Հա, ռեսուրսներ, դե մակույկներ, բաներեսյաններ, ամեն ինչ ունի։ Վրաստանը մի երկիր է, որոնք դրանք չեմ կարող էլի ոնց ասեմ, որ իր ձևի մարդիկ են։ Սլալոմը այդ բանը նա արագահոս ջրերում որ գնում են։ Ուրեմն սովետական միություն եկավ գիտե 65, 66 այդ թվերին։ Նրանք մի անգամից այս բայդարկակշողներին վերցրին դրին այդ սլալոմ սպորտաձևը եւ մի 10 տարիա ամբողջ սովետական միության հավաքականը վրացիներ էին։ Իսկ դպրոցներ բացին սլալոմի բանի էլի մեզ էլ ասին եկեք ինձ ինչքան կանչին արի գնանք, բայց որ հիմա բանում աշխատում է Լիոնի այգում իմ աշակերտն աղը նա գնաց դե մենակ ես չուզեցա դպրոց թողեի բանանեի գնայի նա դարձավ սովետական միության չմով այդ ձևից պատկերացնում եք Իսկ հիմա հենց թիավարությունից էլ եմ ասում եթե լինեն պայմաններ այդ գյուղական պայմաններից տեղերից ահագին երեխա կհավաքվեն դպրոցում որտեղ աշխատում եմ որ մի քիչ պայմաններ եթե լինեն ահագին երեխա կգա բայց որ գալիս են պետք է արդեն նստեն պարապեն հետո պարտադիր է բանը այդ փրկարար նավակը որտեղ մենք որ մի քիչ ջուրը սառում է էլի ենք պարապում նա կարող է անգնի ջուրը եւ չկարանա լողանա բայց ես անմիջապես պետք է հասնեմ դրան հիմա հիմնականում Երևանում եւ թիակները եւ մակույկները ամեն ինչը երկու հոգու ձեռքի է գտնվում երկու մարզիչ են դրանց մոտ են իսկ մեր մոտ հիմա որ եթե մեկը գա ստուգի կտեսնի էլի դրությունը ոնց է երկու հատ լոդկա որ մեջտեղի սկիսվել է հետո մի կերպ կապցնենք բան կանենք կքշեն բայց դրանք մրցակցական լոդիկ չեն չեն կարող մարզվել եւ արդյունք ունենալ բանը ենթադրենք խոսքը դրան չի էլ որ այդ թույլա բանա եթե մի քիչ արդեն դու հավասար քշում ես մագուտն է առաջին տեղ բերում դա մեծ նշանակություն ունի էլի հիմա ես չասենք որ սպորտ դահլիճ պիտի լինի մարզվելու հնարավորություն լոգանքի համապատասխան հագուստ հանդերձանք հնարավոր է մեզ հիմա ինձ ընդմենակ մագուտներ տան հերիքա ես ամեն ինչ կսեղսեմ այնտեղ երեխեք էլ շատ կհավաքեմ հիմա մոտավորապես մոտ կա 8-ից 9 երեխա Եթե դրանք իրար հետ եկան, բոլորը միասին, ուրեմն մի մասը չի պարապելու։ Իրոք չկա ոչ մի բան, բայց նայեք, հիմա նախարարություններ են բոլորը, իսկ սովետական միության մեջ վարչություններ, այդ Աբովյանի վրա, հա, ոնց ասեմ էլի, մի 20-30 երևի ղեկավար չկար, բայց օլիմպիական չեմպիոններ ենք տվել, աշխարհի չեմպիոններ ենք տվել, եկա խմբեր կար, եւ սպարտակիադաներին մասնակցում էին մեր սպորտաձևը 40 հոգի մարդ էին գնում։ Դու պատկերացրեք 15 ռեսպուբլիկա Մոսկվա, Լենինգրադ առանձին են մասնակցում 17-40 մենակ մեր սպորտաձև են ինչքան մարդեր են բայց քանի սպորտաձև կա այդ բոլորից պարտադիր պետք է մասնակցեիր այսինքն դա տոներ է ժամանակներ էր այո հա դա տոներ ժողովրդական տոներ ոնց որ ասած Պարոն Մելիքյան այսօր ձեր կենսակերպը առողջ է ակտիվ է դուք 82 մտքի պայծառություն ունեք ֆիզիկապես ոնց որ չեք խեղճանում Այո, շատ լավ եմ զգում ինձ։ Երկրորդը
շատ հաճույքով գնում եմ այդ սպորտաձևը եւ ասեցի ինչի մորգը երևի կիսատ մնաց շեղվան բանից ես այդ գյուղ գնացի որ այդ սպորտով պարապենք ես իմ ունակությունները ցույց տամ բայց գնալով որ այդ մագույկները վերջացան ջարդվեցին հենց այդել մնացին բայց այդ պայմաններում էլ եմ ասում աշխարհի առաջնության մասնակցեցին Հայաստանի չեմպիոն եմ տվել բայց էլի այդ բաների համար թեկին գնացին էլի լոդկա չկա էս չկա այն չկա էլի հիմա էլի նոր երեխեք են հավաքում ու ասում եմ հույսս չեմ կտրել որ մի օր ես կարող եմ իմ ունակությունները ցույց տալ այդ սպորտաձևում Դուք ձեզ քանի տարեկան եք զգում 82 թե ավելի երիտասարդ Հիմա Հա տարիքը ո՞նց եք զգում ձեր Շատ առույգ շատ լավ ամեն ինչով 43 թվականից ծնված եմ 1900 Դու տարիքը դուք ո՞նց եք զգում ձեր Նորմալ Հենց 82 թե ավելի երիտասարդ Չէ, տեղեր կա երիտասարդ տեղեր կա հենց այդքան։ Այդ որտեղերն է որ երիտասարդ եք զգում ու որտեղ որ տարիքիրանն ասում են։ Սևանում մենք միասին բոլորի հետ միասին ես իմ աշակերտները բարձրացանք Սար։ Հա, ես իրանցից հետ չմնացի, որտեղ իրանց մենակ չէի կարող թողել։ Դե արդեն են վազելա, ենթարենք էսա, այնա այդ ուտել խմելու մեջ արդեն եսից բան եմ զգում, ծեր եմ զգում։ Հա։ Խմելուց հեռու, ծխելուց հեռու։ Դե Իսկ սնունդը արթնանալը մարզվելը կա թե չկան մարզություններ։ Ես ոնց քնեմ բանա ժամը 6-ին ավելի մի քիչ շուտ արտանում եմ որոշ մարզություններ եմ անում ես ունեմ բան այնտեղ տիբետական վարժությունների խումբ էլի Այդ եմ անում դե հիմա էլ բանով է TikTok-ով, YouTube-ով այնքան բաներ են անում մատերա, եսի մականջա բանա, որոշ բաներ դրանցից եմ օգտվում, անում եմ։ Քանի տարի եք անում այդ վարժությունները։ Այդ վարժությունները ճիշտ ասած վերջերս եմ անում, բայց հիմնականում զբաղվել եմ, տանը գիր ունեմ, բանում եմ, դրանցով միշտ զբաղվել եմ։ Մինչև ես բանից YouTube էլի։ Իսկ դուք ձեզ երկարակյաց համարում եք։ Չէ 80-ինչ երկարակյաց։ Հա։ Դες միշտ 100 հասնես նոր էդի երկարակյաց կլինի։ Հիմա միջին տարիքում եք, կարելի էսպես ասել։ Այդ ձևելի, որտեվ ես չէի հաշվի, որ ես երկարակյաց եմ աշում, 80-ը շատ է, էսա այն Աբխազիայում կա 100 տարեկանների երկիպարի խումբ։ Դրանց մի օր հարցնում էին, բա ոնց է որ ես քան մեկն ասում է ես ես չեմ ուտում, մեկն ասում է չեմ խմում, մեկը չեմ ծխում, են մեկն էլ լավ, նույնս լավ էլ դրբով մարդեր էլի, մոտ 90 անց էր արդեն։ Դա ասում է համ ուտում եմ, համ խմում եմ, համ ծխում եմ։ Պետք է պրոստը ասում է քեզ լավ զգաս ու վերջ ասում է ոնց կլինի շաշլիկ չուտես, այս չանես, այն չանես։ Ու նույնս թռվարած որ երևի 16 տարեկանը չէր կարող անել։ Լավատեսությունն էլ կապ ունի երկարակեցության հարցում։ Հա իհարկե էլի, պետք է Դու երբեք չպետք է քեզ ասես լավ չէ, մեզ եմ հիմնականում Հայաստանում ընդունված է, ոնց ես դե լավ էլի յոլա են գնում։ Դա սխալ է։ Բայց պատասխանենք, Վարմելիք։ Հիանալի եմ, լավ եմ։ Լավ եմ զգում։ Դա դե յոլա գնալ, լավ էլի, ապրում ենք էլի, էսենց Թումանյանը ասացի նման ամեն մերտողին Երևանի տալով, այդ չէ էլի։ Ինչ պետք է բան անես հիմա։ Կյանքը տված է վայելելու համար գնահատելու։ Այո, պետք է վայելես, չմտածես որ հավաքես, էս անես, այն անես, էլի հարստություն։ Հիմա որ վերցնենք մարզիչների մեջ ամենաաղքատ մարզիչը ես եմ, բայց ես չեմ բողոքում։ Մեր տնից որ ընդ գնում եմ պարապելու, մոտավորապես 15 կիլոմետր է։ 15 գնալ, 15 գալ, ամառվա ընթացքում համարյա ամեն օր են գնում։ Դες Ոտ 110,000 ռոճիկա, բայց մաքուր 107,000 ստանում ենք, ես չեմ բողոքում, չեմ ասում ինձ ավելացրեք։ Դրա կեսը գնում այս ճանապարհի վրա, այդ երեխեքի վրա, կեսը։ Դե նստում, փչացնում են էսեն անում։ Երեխեքին դուք եք տանում։ Հա, տանում բերում եմ, էլի հա։ Դե կան դեսին են գալի, բայց հիմնականում ճանապարհում այդ հաղորդումը որ եղել էր, կողքից նստելն են, էլի որ ճամփեն քանյոկի մարդ հավաքեցինք։ Այդ Ժիգուլու մեջ մի 7-8 հոգի մարդ լսվավ։ Մի հոգի էլ էր նկարողը։ Հա Ասում եմ ես հաճույքով գնում եմ ու երբեք փողից չեմ բողոքում որ տվեք ես արեք են արեք։ Վարմելիք իսկ փորձել եք հովանավորներ գտնել մարդիկ, որոնք որ հետաքրքրված են սպորտաձևում, թեկուզ դրսում, թեկուզ Շա, օրինակ տեսեք այդ 100 մարդ կարդաց հետ, մինչև Ամերիկայում են կարդացել։ Այս հիմա որ մեր տանեն այդ հյուրերը, իրանք են կարդացել այնտեղ։ Հա
Բայց ոչ մի եթե լիներ եսին ֆուտբոլ, էսեն գային շատերը, բայց շատերը չեն իմանում էս սպորտացիվա։ Հիմա մեզ այդ հովանավորները պետք էս ընկերս որ եկավ, հագին բան մայկա տրուսիկեր ուղարկել, այդ կանխիկ գումար տվեց այդ 12 օր գնացինք, այդ ժամանակ առաջի տեղ բռնեցին, մի հատ աղջիկ, մեկ էլ մի հատ տղա։ Այսինքն եթե լինում է հովանավորչություն, լինում է օգնություն, աջակցություն, հա իհարկե դա շատ դրական կլինի, շատ լավ կլինի, բայց մինչև այդ հովանավորությունը ենթադրենք, սա էլ եմ ասում, Վրաստանի լոդկաները շատ էժան են, $700 դա մեծ գումար չի։ Կարան դրանցից բերեն բաժանեն։ Արմենիկյան ձեզ երջանիկ լինելու համար ինչ է հարկավոր։ Բոլոր աշակերտները մեկական մարզվողները մեկական տավակ ունենան եւ այդ ամբողջ թիերից ոչ բոլոր մարզիչները, բոլոր մասնակիցները չէ։ Մի 10 հատ լինի այդ ամեն մեկից։ Ես կլինեմ շատ երջանիկ։ Ավելի աշխուժ կլինեմ, ավելի ոգևորությամբ կգնամ, գործի կգամ։ Երեխեքն էլ կուրախանան։ Հա, երեխեքը կուրախանան, իհարկե։ Հիմա գիտեք ինչ է, այդ երեխեն որ նոր է, հլա չի հասկանում ինչ է։ Գալիս ինչ տալիս ես, փայտել տաս կնստի քշի։ Բայց որ մի անգամ մրցումներին գալի տենում են սիրուն լոդկե քնդե բան, հիասթափում է։ Իմ մոտ գիտեք քանի երեխա տես թողեցին։ Անկամ թիակի համար թողել են։ Մենք թիակի համար նույնիսկ Ծառուկյանին դիմեցինք։ Նամակ գրեցին, բա խնդրում ենք մեր հաշվին, դե դու կարող եք ենթարենք միտեղ զանգել, ասեն ուղարկեք, մենք փողը կտանք, էլի։ Դե ինձ բարձա չէր պատասխանի։ Այդ թիակների համար ես ինչքան լավ երեխեք եմ կորցրել։ Այս վերջում Լիոնայգում վրացիներ եկան, մի շատ լավ երեխա ունեի։ Այն ժամանակ 11 տարեկան էր։ Ուրեմն բաներին ինքը մի քանի անգամ առաջի տեղեր եկե Հայաստանում, որ վրացիներն եկան, լավ լոդկիկով, իրան գրեցին։ Ինքը մենակ վրացիներ են գրով։ Դուրս եկավ, ասեց ընկեր Վահան, ես էլ չեմ գալի պարապելու։ Այդ գյուղում կա ըմբշամարտի շատ լավ դպրոց։ Այդ ապակա գյուղում։ Ասեց ես գնում եմ Բարբի։ Բասի ափսոս չես կան թողում ես, չասեց, ես դե մնամ ոչ ինչ լոդկա են տալու, ոչ թիակ են տալու։ Ասեց ես ընդ ծակ տրուսիկով կարամ աշխարհի չեմպիոն դառնամ, բայց դե առանց լոդկես կի տեղ չեմ գալու։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, որ եկաք, որ ինքը մի քիչ խնդրահարույց հաղորդում եղավ, բայց կարևոր դուք եք լավատես, կարևոր դուք եք ձեր ուժերին հավատում, որ կարող եք անգամ այս տարիքում, եթե լինեն պայմաններ, հնարավորություններ, սերունդներին ուղղորդել դեպի թիավարություն։ Ինչեմ հույսս չեմ կդրում, ասում հույսը վերջումա չեմ անում։ Հիմա եթե գուցե կլինի կստանան, որ ապահովեն, հետո սա այնցա որ պետք է մի քանի տեղ լինի, էլի, մի տեղով չես գա։ Սպորտում ընդհանրապես մասսն է արդյունք տալի։ Եթե վերցնես երկու երեխա, մի երեխա, դրանց ամեն պայմաններ ստեղծես, դրա մեջ այդ էներգիան չի լինի։ Կարող է ոչ մի բան դուրս չգա։ Դե գաղափարին հավատացողներ լինել, մասսայական լինի։ Այո, մասսայական։ Շնորհակալություն այս զրույցի համար, խնդիրների մասին եւ նաեւ ձեր անձի։ Ես եմ շնորհակալ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի Abradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդշնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։